Իցներ բարև ձեզ։ Հնդկաստանը երեկոյան ուշ հարվածները հասցրել Պակիստանի վրա եւ մենք հիմա մանրամասն կքննարկենք այս հարցը։ 15 ժամ առաջ Պակիստանը եւ Հնդկաստանը արդեն առաջի լարվածությունը տեսան, որովհետեւ Հնդկաստանը հայտարարեց, դա մոտավորապես գիշերվա 12-ներ, 1-ներ Երևանի եւ Թբիլիսիի ժամով, մի ժամ ունենք այստեղ, Հնդկաստանը հայտարարեց, որ փակում է օդային իր տարածքը եւ տեղեկացրեց ուրեմն քաղաքացիական թռիչքներին, որ դադարեն թռիչքները, որից հետո միանգամից սկսվեց առաջի հարվածները օդից եւ տեսնում եք, դա վերաբերվում է Մուզաֆարաբադին, այս քաղաք Մուզաֆարաբադը տեսնում եք, այստեղ է գտնվում, որտեղ որ Հնդկաստանը առաջի հարվածները հասցրեց։ Մենք հիմա ձեր հետ միասին կդիտենք։ Հարվածները, որոնք այստեղ տեղի են ունենում, նաև հարվածներ են տեղի ունեցել այս հատվածում սահմանի, տեսնում եք, տարբերվում են այս հատվածները, հիշեցնեմ ձեզ, որ այս հատվածն է Քաշմիրը, Սրինիգարն է Քաշմիրի մայրաքաղաքը, բայց Պակիստանի կողմում մնացած է Մուզաֆարաբադը, ուրեմն քաղաք եւ սահմանին նաև կան ուրիշ վայրեր։ Այդ թվում հարվածներ են հասցվել։ Հիմա ուրեմն հոսանքի հետ խնդիր է ստեղծվել Մուսաֆարաբադում եւ հոսանք չկար Մուսաֆարաբադում, Մուսաֆարաբադը ամենամեծ քաղաքն է, որը մնացել է Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրի մասում։ Եթե ձեզ հետաքրքիր է այստեղ ոնց են հողերը բաժանված, ապա նայեք մեր ավելի հին վերլուծությունը, որտեղ որ մի քանի օր առաջ ենք արել, կոչվում է Քաշմիրի հակամարտություն, որտեղ որ մանրամասն ձեզ ցույց եմ տալիս, թե որ ինչ իրավիճակ է այստեղ եւ որ տարածքները ում կողմից են վերահսկվում եւ ով ինչ է պահանջում։ Հիմա որ դրա վրա ժամանակ չծախսենք։ Նաև հարվածներ են տեղի ունեցել Բահալվուրի ուղղությունով, դուք տեսնում եք, որ սրանք տարբեր ուղղություններ են, Բահալվուրը փաստորեն շատ հեռու է, կարելի է ասել, հենց Քաշմիրի հակամարտությունից եւ գտնվում է ընդհանրապես ուրիշ հատվածում, հետաքրքիր է, որ այստեղ են հարձակումներ տեղի ունեցել։ Հնդկաստանը միանգամից ճանաչեց, որ ինքն է անցկացրել հարվածներ Պակիստանի վրա, հարվածների նպատակն էր ոչնչացնել այն ենթակառուցվածքները, որոնք կապ ունեն ուրեմն տերորիստական հարձակման հետ, որը վերջի ուրեմն շաբաթների ընթացքում տեղի ունեցավ, մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ Պահալգամում, տեսնում եք Պահալգամը, Սրինիգարից ոչ այդքան հեռու է գտնվում, եւ 9 հարված է հասցրել ընդհանուր առումով Հնդկաստանը Պակիստանի տարածքի դեմ։ Հնդկաստանի պաշտոնական պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տերորիստական ենթակառուցվածքներ են ոչնչացրել, ինչպես Պակիստանում, այդպես էլ Պակիստանի կողմից վերահսկվող Ջամու եւ Քաշմիրի ուրեմն օկուպացված տարածքներում եւ տարբեր ձևերի զենք է կիրառվել Հնդկաստանի կողմից։ Ընդհանուր առումով, ինչպես արդեն նշեցի, 9 հարված է տեղի ունեցել եւ նպատակը եղել է հենց այնպիսի, որ տերորիստական կազմակերպությունների դեմ ուղղված լինի ըստ Հնդկաստանի տեղեկատվության եւ չի ուրեմն հարվածել Պակիստանի զինված ուժերին։ Դա շատ կարևոր է։ Փաստորեն Պակիստանի զինված ուժերի դեմ գործողություն տեղի չի ունեցել, ինչը նաև մեզ հուշում է, որ Հնդկաստանը չի ուզում ել ավելի լարվածություն։ Դրանից հետո մենք ունենք արդեն տեղեկատվություն, որ Լահորի եւ Սիակոտի ուրեմն օդանավականները, այստեղ է գտնվում Լահորը եւ Սիակոտը, տեսնում եք, այս երկու քաղաքի միջազգային օդանավականները 48 ժամով ավարտել են իրենց գործողությունը եւ փակեն այս երկու օդանավակայանը։ Իհարկե Պակիստանը քննադատեց, ասելով, որ Հնդկաստանը հարձակվել է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա եւ հասարակ քաղաքացի է սպանել 3
քաղաքացի, դա զարմանալի հայտարարություն է, չեմ կարծում, որ Հնդկաստանը այս ամենը աներ նրա համար, որ քաղաքացիական ենթակառուցվածք, ասում են մզկիթի դեմ է կրակել, եթե մզկիթում տերորիստական կազմակերպություն կար, հավանական է, բայց ուղղակի կրակել քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, երբ տերորիստներ Պակիստանում բավարար կան եւ դրա մասին Պակիստանն էլ միշտ ասում է, տերորիստների քչություն Պակիստանում չկա, նույնիսկ եթե այդ տերորիստները չէին ու անմիջապես Պահալգամի հարձակման մեջ մասնակցում, ապա հասկանալի չի ինչու պետք է Հնդկաստանը թիրախավորել քաղաքացիական բնակչությանը։ Դրա որևէ տրամաբանություն ես չեմ տեսնում։ Նման է Ադրբեջանի եւ Թուրքիայի քարոզին, դե գիտեք, ինչպիսի քարոզ ունեն իրանք։ Պակիստանը հայտարարել է, որ երբ կհամարի եւ ինչպես կհամարի, դաժան հակահարված կստանա Հնդկաստանը, նաեւ ուրեմն ուրիշ ձևի կրակ են բացել սահմանի վրա եւ ամբողջ սահմանում կարելի ասել հիմա լարվածություն կա, այս հատվածում տեսնում եք Պակիստանն է կրակ բացել Հնդկաստանի ուղղությունով, ռմբակոծել է մի քանի դիրք, որը սահմանին է գտնվում, այստեղ է սահմանը, տեսնում եք, այս գիծն է սահմանը եւ այս մի քանի ուղղությունով Պակիստանը հրետանու կրակ է բացել Հնդկաստանի դեմ։ Մուզաֆարաբադում նկար կա եւ տեսնում ենք, որ ինչ որ կոնկրետ շենքի մասին է խոսք գնում, բայց ինչ շենք է պարզ չի։ Ընդհանուր առումով 3 սպանված է Պակիստանում եւ 12 ուրեմն վիրավորված։ Թրամփը հայտարարել է դրանից հետո, որ հուսով է, որ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև ռազմական գործողությունները կամ հարվածները եւ այլն շուտ կավարտվեն, շատ շուտ կավարտվեն։ Եվ հնդկական դրանից հետո ուրեմն օդային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օդային ուժերը բերված են ռազմական դրության։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ 5 վայրում առնվազն տեղի են ունեցել հարձակումներ, հարվածներ Պակիստանի դեմ եւ Պակիստանը դրան կպատասխանի։ Պակիստանը կանչել է շտաբ անվտանգության խորհրդի նիստ, որը առավոտյան ժամը 10-ին պետք է տեղի ունենա, իրանց ժամով Գուտերեշը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կոչել է Հնդկաստանին եւ Պակիստանին զսպվածություն ցուցադրեն ստեղծված իրավիճակում, ել ավելի չսրեն իրավիճակը, այստեղ հետաքրքիր նաեւ պետք է լինի շատ բան չի երևում, բայց եւ ամենակարևորը հիմա վերջի տվյալները, որը մենք ունենք, այն է, որ 3 հնդկական օդային ուժերի ինքնաթիռ խոցվել է Պակիստանի հակաօդային պաշտպանության կողմից եւ ըստ տվյալների այդտեղից մեկը ֆրանսիական Rafale է եւ եւս մեկը առնվազն ռուսական Su-30 SM ձեր համար եւ մեր համար բոլորիս համար լավ ծանոթ։ Պակիստանի հակաօդային պաշտպանությունը փաստորեն կարողացել է խոցել 3 հնդկական ինքնաթիռ, կործանիչ եւ ռմբակոծիչ ուրեմն ինքնաթիռ եւ շատ կարեւոր հարցը նրանում է, որ այս ինքնաթիռերը չեն մուտք գործել Պակիստանի օդային տարածք, դա հաստատում են բոլոր կողմերը, իրանք եղել են Հնդկաստանի օդային տարածքում, ես ենթադրում եմ, որ մոտավորապես կարող է, եթե այս տեղի մասին է խոսքը հարվածների, ապա կարող է մի տեղ Ջամու եւ Քաշմիրի տարածքում, իսկ այս հատվածում, եթե այստեղ է խոսքը, ապա միտեղ դեռ այստեղ, մոտիկ սահմանին, եւ փաստորեն Պակիստանի հակաօդային պաշտպանությունը կարողացել է էֆեկտիվ գործել եւ 3 ինքնաթիռ խոցելը դա իհարկե լուրջ զարգացում է եւ լուրջ առաջընթաց կամ հաղթանակ կարելի ասել, փոքրիկ հաղթանակ այս առաջի լարվածության մեջ
Պակիստանի համար։ Հիմա մենք շարունակելու ենք ակտիվորեն հետևել զարգացումներին, որովհետև ենթադրում եմ, որ այս զարգացումները մոտակա ժամերի և օրերի ընթացքում էլ ավելի կսրվեն, իսկ դասերը, որը պետք է քաղվի սրանից, այն է, որ փաստորեն Պակիստանը շատ էֆեկտիվ հակաօդային պաշտպանություն ունի, որը հավանական է, որ նաև լինի այդ ուղղությունով համագործակցություն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչը նշանակում է նաև, որ Հայաստանը պետք է սա ուսումնասիրի, որովհետև նույն Su-30SM-ները Հայաստանը ունի և Հնդկաստանի հետ միասին զարգացնում է նաև այդ հնարավորությունները և պետք է հաշվի առնել բոլոր այն սխալները, որը տեղի ունեցավ կամ պատճառները, թե ինչու երեք ուրեմն ինքնաթիռ այսպես կարողացան խոցել, դա իհարկե նշանակում է, որ դասեր է պետք քաղել և ուսումնասիրել մանրամասն այս հարցը։ Մենք նաև գիտենք, որ Պակիստանը ունի Բայրակտար տիպի ԱԹՍ-ներ թուրքական, այդ թվում ոչ միայն TB2, որը գիտեք ակտիվորեն կիրառվել էր Լեռնային Ղարաբաղի պատերազմում, այլ նաև ակինչի ավելի զարգացած ծանր ԱԹՍ, որը Պակիստանը նաև սպառնում է կիրառել, մենք կտեսնենք արդյոք կկիրառվեն այդ ԱԹՍ-ները Հնդկաստանի դեմ և ինչով է Հնդկաստանը պատասխանելու և ընդհանրապես ինչ իրավիճակ կլինի սահմանին, դեռ ցամաքում այնպիսի ակտիվ գործողություններ չկան, ինչպես հիշեցնում եմ ձեզ, բացի այս հատվածից, փոքրիկ հատվածից, որտեղ որ ցամաքային գործողություններ են տեղի ունեցել։ Եվ ասեմ, որ այն փաստը, որ այս երկու օդանավակայանը փակվել է, կարա նաև նշի նրա մասին, որ էլ ավելի լուրջ լարվածություն է մեզ սպասում մոտակա ժամերի կամ օրերի ընթացքում։ Այսքանով անպայման կոչ եմ անում ձեզ լայքեք մեր վերլուծությունը, դա շատ կարևոր է, տարածեք, գրեք ձեր մեկնաբանությունները, շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք։